Ես ոնց իմանամ, ես օրինակ իմ օրինակով բերեմ, ես գաղափար չունեմ, ես որտեղից պետք է իմանամ, ես շահառու եմ, թե շահառու չեմ։ Ուրեմն նախ արդեն իսկ օրենքով սահմանված, եթե տարիքային խմբի մեջ է անձը կամ աշխատավարձի շեմա գերազանցող աշխատավարձ ունի, այսինքն պոտենցիալ շահառու արդեն կարող ենք հաստատել։ Ինչ որ հավելված կա, չէ՞ որ։ Արմետ հավելված է։ Այսինքն մտնում ենք մեր հեռախոսի մեջ։ Այո։ Ներբեռնում ենք Արմետ համակարգը։ Այո, ներբեռնում ենք եւ դա մեր անձնական արդեն գրասենյակն է։ Այնտեղ արդեն տվյալները երևում է դուք ինչքան է անձը ապահովագրավճար վճարելու այն մարդկանց համար, ում որ պետությունն է ապահովագրելու, որ պետությունն է նրանց համար ապահովագրավճարը վճարել, ակտիվացման ամսաթիվը, փաթեթի մեջ ներառված ծառայությունները, բժշկական կենտրոնները, որոնք որ ունեն ապահովագրական սպասարկման ես լրացուցիչ վճարում ունեմ անելու եւ եթե ունեմ ինչքան ունեմ ծառայության մասին նկատի ոչ հիմա ենթադրենք մինչեւ 18 տարեկաններից պետական բյուջեն այսինքն խմբեր կան որ պետական բյուջե վճարում արվում խմբեր կան որ պետական բյուջե չի վճարում արվում ես եւ մենք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կարգավորումներն է փոխեցինք բայց այնտեղ փոքր հատվածներ լինում են երբեմն կամ հիմնականում այդտեղ երևալու է կամ ոնց այդ վճարումը հարկային գործակալը ինքը ապահովել, այսինքն իմ գործատուն իմ աշխատավարձի վճարումները անելիս ամբողջությամբ այդ ապահովելու է եւ ես դրա հետ կապված մտահոգվելու կարիք չունեմ Ոչ, պարոն վարչապետ, այո, հարկային գործակալը իրականացնելու է աշխատավարձից պահումը, ինչպես հիմա անում էր զինապահ հիմնադրամին օրինակ վճարվելիք գումարները եւ ուղղելու է արդեն առողջության ապահովագրությանը։ Մի դեպք ունենք, որ սոցփաթեթի շահառուների պարագայում նրանց այդ 6000 դրամը, որ նրանք ունեն, մեկ անգամ պետք է դիմում գրեն, դիմումի ձևը եւ այդ ամեն ինչը այսօր կհրապարակվի, որ գործատուն այդ միջոցները եւս ուղի առողջության ապահովագրությանը, որպեսզի անձը Բայց դա մեկը իր եւ իր գործատուի հարաբերություններն են։ Ուրիշ տեղեր ոչ պետքա դիմի, ոչ պետքա գնա։ Այո, եւ պարոն վարչապետ, այո, կարգավիճակը Արմետ հավելվածում նաև նշում կա, թե այդ կարգավիճակը ինչի հիմքով է, այսինքն ապահովագրավճար վճարող եմ եւ ինչքան պիտի վճարեմ եւ եթե ապահովագրավճար վճարող չեմ, ապա պետությունը ինչքան է վճարել ինձ համար ապահովագրավճար։ Այս տեղեկատվությունը եւս ներառված է։ Դե սկզբունքորեն ես մտածում եմ, որ կառավարության նիստում բոլոր հնարավոր մանրամասներով քննարկենք, բայց դե հիմա ինչքան մտածեցի ոնց որ թե ընթացքում այնքան քննարկել ենք հիմա գոնե ձևաչափով լրացուցիչ ինչ հարց մնացել որ չենք բարձաբանել համեցեք Մանթորից Ես որպես օգտագործող ուզում եմ իմ փորձը ներկայացնեմ ես մի քանի օր առաջ արդեն ստացել եմ ծանուցում իմ Արմեդի հավելվածով եւ որ ես դարձել եմ շահառու Տենց դե Արմեդի հավելվածը կոവിഡ്ի ժամանակվանից օգտագործում եմ եւ այնտեղ ուրիշ ինֆորմացիա էլ կա էլի անձնական բժշկական եւ այնտեղ արդեն գրված է որ ես համարվում եմ շահառու նաեւ կա հղում որին սեղմելով բացում է մի լայն ցանկ շատ մեծ այսինքն նույնիսկ չես կարող էլի ամբողջանալ թե ինչ է ներառված այդ փաթեթում ենթադրում եմ երբ որ կսկսենք արդեն օգտագործել նաեւ այդ ինֆորմացիանը կլծվի Եվ ես էլ խնդրում կոչ եմ անում բոլորին ներբեռնել եւ գրանցվել, պարզան ՀՑՀ-ով է գրանցում, եթե չեմ սխալվում, եւ բոլորը իրենց կարգավիճակը կարող են տեսնել։ Այսինքն հիմա ես հասկանում եմ, որ այսքան հարց պատասխան տալու փոխարեն գնանք այդ ներբեռնենք այդ Արմեդը եւ մեր բոլոր հարցերի կամ առնվազն հարցերի մի մասի պատասխանը կստանանք։ Պարոն Հայրապետյան, մեր ինտերնետային համակարգը պատրաստ է, որ հեսա նիստից հետո հանրապետությունը սկսելու է բան անել, ներբեռնել Արմեդ համակարգը, ու ինտերնետը չի կախի հանրապետության։ Հույս ունեմ, որ ոչ։ Դե հույսը մենք ունենք, դուք պետք է ասեիք ոչ։ Չէ, կարծում եմ, որ նման խնդիր չի առաջանում։ Շատ լավ, համեցեք։ Պարոն վարչապետ, բայց ես ուզում եմ ասել, որ
Իհարկե կան մարդիկ, ովքեր հավելված ներբեռնելու, կայք մտնելու, գուցե ունենան դժվարություններ, այս պարագայում էլ իրենց կցագրված ընտանեկան բժիշկի միջոցով այս ինֆորմացիան եւս կարող են ստանալ եւ մենք նաեւ 65+ քաղաքացիների համար SMS տարբերակով էլ տեղեկացնելու ենք այս 2 օրը, որ կարգավիճակ նրանց արդեն շնորհվել է, այսինքն բոլոր միջոցներով կաշխատենք տեղեկացումը անել։ Ես կոչ կանեմ, որ բոլորը ներբեռնեն, որովհետեւ եթե մեր տատիկները, պապիկները չեն կարան թորնիկները անեն, հարևանը կարա անի։ Եվ ինչ ես մի հատ կարևոր նյուանս կա, ես չեմ ուզում այս պատմության մեջ նեգատիվ կոմպոնենտ մտցնել ընդհանրապես, բայց ես կարծում եմ, որ մի հատ հետեւյալ շատ կարևոր հանգամանքն կա։ Արմեդի հավելվածի մեջ մեր անունով եւ մեզ համար ֆիքսված ամեն ծառայություն ֆիքսելու է։ Ես տեսնելու եմ, թե ով ինչ վճարում է արել ներառյալ պետական բյուջեի վճարումներից։ Մենք եւ սա թափանցիկության շատ կարևոր մի չափանիշ է, որովհետեւ ցավոք սրտի նախորդող շրջանում մենք բախվել ենք իրավիճակների, քրեական գործեր են հարուցվել եւ այլն, մարդիկ են դատապարտվել, երբ որ արձանագրել ենք, որ ծառայություններ են գրանցվել, որոնք իրականում չեն մատուցվել, եւ պետական բյուջեից փողեր են ստացվել եւ այդպես շարունակ։ Սա շատ կարեւոր է նաեւ թափանցիկության առումով, որ եթե իմ անունը միտեղ գրել են եւ իբր ես ծառայություն եմ ստացել եւ դրա դիմաց պետբյուջեից փող է դուրս գրվել, մարդը կտեսնի։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ մի րոպե ես ծառայությունը չեմ ստացել, իմ անունով գումար է դուրս գրվել, առնվազն գոնե կլինեն մարդիկ, ովքեր կհազանգեն, կասեն, ինչ գումար է իմ անունով դուրս գրվել։ Այսինքն սա էլ է մի հատ շատ կարևոր նրբություն, որը պետք է հաշվի առնել, նաև սա առողջության ապահովագրություն նաև հաշվետվողականության եւ թափանցիկության մի հատ լրացուցիչ գործոն է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ Հետևաբար, այսինքն հանրությունը ինքը կարող է վերահսկել առողջապահական համակարգի ծախսերի մի զգալի մասը առնվազն այս հատվածով։ Դրա համար սա էլ է երկակի նշանակություն ունեցող նախագիծ է, որը կարևոր է համարում ընդգծել։ Համեց։ Եվ մի փոքր լրացում, պարոն վարչապետ, քանի որ մեր նպատակն է, որ մենք մեր առողջությանը վերաբերվենք որպես ռեսուրս, այսինքն մի դեպոզիտային հաշիվ, մենք այդ անալոգները քննարկել ենք աշխատանքային քննարկումներում, եւ ինչպես մեր բանկային հաշիվն ենք միշտ դիտարկում, այս օկտահաշիվն էլ մեր ամբողջական առողջության պատմությունն է եւ պիտի մեզ հուշումներ տա նույն տարեկան զննումների մասին, պարտադիր սկրինինգային ծրագրերի մասին, այսինքն մեր առողջության մասին ամբողջական տեղեկատվությունը եւ դրա վարումը հենց այս գործիքի միջոցով պիտի արվի եւ մեր քաղաքացիներն էլ հենց ակտիվ մասնակիցն են իրենց առողջությանը հետևելու առումով։ Շատ լավ, եւ այնուամենայնիվ ամփոփելով, եթե այլ դիտարկումներ չկան, համեցեք։ Բոլոր դեպքերում ուզում եմ նշել, որ մտավախությունը ոչ այնքան ինտերնետ կապի հետ է կապված, այլ ավելի շատ միաժամանակյա մուտքերի հենց արմետ համակարգ։ Հետևաբար, ինչպես դուք նշեցիք, հունվարի 1-ից կոչ ենք անում անմիջապես չգրոհել բժշկական հաստատությունները, նաև հույս ունեմ, որ նիստին հաջորդող 1 ժամվա ընթացքում մուտքերը շատ չեն լինի եւ հենց ինքը համակարգը պատրաստ կլինի, որովհետեւ կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում կարելի է ներբեռնել, որովհետեւ որքանով էլ որ տեխնիկապես համակարգը պատրաստ լինի, միաժամանակյա հազարավոր, էլ չասեմ տասնյակ հազարավոր մուտքերին շատ քիչ համակարգեր կան, որ կարող են դիմանալ։ Բացառապես սրանով պայմանավորված։ Շատ լավ, դե կպայմանավորվենք 1,600,000 հոգով, ով որ ժամին ներբեռնում, դրանով հարցը կլուծենք։ Համեցեք, պարոն Գրիգոր։ Մի շատ հետաքրքիր բան կա, կարող է նույնիսկ հիմա տարօրինակ թվա, բայց շուտով շատ ռեալ է լինելու, այս համակարգում հիմա այս տրամաբանությունն է կառուցված, որ վաղը մյուս օրը առողջ ապրելակերպ վարող մարդը միավոր է հավաքելու, այդ միավորները օգտագործի որպես կարող է բարեկամին կամ ծնողին փոխանցելու հնարավորություն եւ արժեք։ Այսինքն գրոհել պետք չի։ Եթե չգրոհենք, այդ գրոհելն զուգահեռ բալանսում կա նաեւ միավորների կուտակման տրամաբանություն, այդ պատմությունը միևնույն է, մի օր օգտագործվելու է։
Եվ մենք կարծում ենք, որ դա ամենալուրջ խթանն է լինելու, որպեսզի համակարգը բալանսավորված աշխատի։ Ու մենք այդտեղ ուրիշ գաղտնի դավադրություններ էլ ունենք մենք պահացել, շատ էլ որ չենք ասում։ Հետո հետագայում պարզվելու է ով է ծխում, ով չի ծխում, ով է առողջ ապրելակերպով զբաղվում, ով է առողջ, որովհետև հա, մենք պետքա գրոհենք առողջ ապրելակերպ, պետք է մարզասրահները գրոհենք, պետք է քայլուղիները, վազքուղիները, հեծանվուղիները եւ ընդհանրապես պետքա մեր գրոհները այդ ուղղությամբ լինեն, որովհետեւ մենք ընդհանուր առմամբ խնդրեմ ունենք եւ դա շատ կարեւոր բան է։ Իմիջայլոց հազիվ առիթ է, քանի որ հասանք ծխելուն եւ ծխելուն եւ անառողջ այլ գործելա բաներին, գործելա կարգերին, ես ուզում եմ մի sense դիտարկում անեմ ինքս իմ փորձից ելնելով, որ մարդ, որը բավական երկար ծխել է, ընդհանուր առմամբ գիտեք հետեւյալը կա, ծխող եւ ալկոհոլ օգտագործող մարդը ոնց է մտածում, ասենք նորմալ է, չէ՞, դե ասենք առնվազն ծխելը, հա, բայց հիմա նոր տարի է գալիս եւ այլն, մտածում է հետեւյալ կերպ, ասում է ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է եւ հետեւաբար ես ինչի պետքա ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ։ Իսկ իրականության մեջ հաճույքա չծխելը եւ ալկոհոլ չօգտագործելը։ Եվ երբ որ մարդը հասնում է այդ կետին, ինքը հակառակ ասում է չծխելը հաճույքա, ալկոհոլ չօգտագործելը հաճույքա, ինչի պետք է ես ինձ այդ հաճույքից զրկեմ։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է ընդհանրապես ցանկացած բանի համար հայեցակարգը, նարատիվը, տեքստը, որը դրած է այդ գործողության տակ, շատ կարևոր է։ Գործողությունը չի փոխվում այնքան ժամանակ, մինչև տակի տեքստը, այսինքն սոֆտը, ծրագիրը չի փոխվում։ Եվ հետևաբար, այո, ձեր նշածը, որ մենք նաև առողջ ապրելակերպը ոչ թե պետք է ինքը նաև դառնա շահավետ, որը պետք է արտահայտված լինի կոնկրետ բոնուսներով, կոնկրետ հնարավորություններով եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մենք հիմա ասենք 200 միլիարդ ենք ծախսում, 200 միլիարդ ծախսում ենք առողջության ապահովագրության համակարգի վրա, այդ ծախսը ավելանալու է, դառնալու է 250 միլիարդ, 300 միլիարդ եւ այլն, մինչեւ գա հասնի մի բալանսի կետի, բայց ուրիշ խնդիր կա, այդ բալանսի կետին հասնելուց մենք պետք է մտածենք հետեւյալը. Ինչի մենք, եթե մենք 50 միլիարդ լրացուցիչ դրամ պետքա ծախսենք, որպեսզի մարդուն բուժենք, մենք գուցե 50 միլիարդ կամ 40 միլիարդ կամ 10 միլիարդ ուղղենք նրա, որ մարդը չհիվանդանա։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Այսինքն ծխելը կյանքի հաճույք է, բայց ես ասում եմ, երբ մարդ, որը ծխել է, ընդ որում տենց շատ է ծխել, ես ասում եմ, դա հարգելին է, դա բացարձակապես այդպես չի, եւ հետեւաբար ընդ որում մենք էլ պետք է տեղից էլ պետք, որ մենք հիմա պետք է ինչ-որ մի հատ սենց բան կա, լծակ կա, այդ լծակը քաշենք եւ այդ հարցը պետք է լուծվի, տենց էլ չի լինում։ Մենք շարունակաբար հետևողական պետքա խոսենք, պետքա համակարգեր ստեղծենք, պետքա հիմա նույն առողջ ապրելակերպ ենք ասում, հա։ Մարզի բնակիչը առողջ ապրելակերպի ենթակառուցվածքի նույն հասանելիությունը չունի։ Եվ այդ է պատճառը, որ մենք բան ենք անում, որ մենք այդ մարզական կենտրոնների նախագիծն ենք անում, որպեսզի բոլոր տեղերում այդ հասանելիությունը լինի։ Համեցեք։ Կարճ բան ասեմ, պարոն վարչապետ, իրականում ստեմն փոքր գաղտնիք կա, առողջ մնալը ամենաէժան բանն է, ամենամատչելի, դրա համար փող պետք չի ընդհանրապես, ոչ թե մարզասրահ է պետք, կրթություն է պետք մեզ ընդհանրապես դրա համար։ Կրթության համար է փող պետք։ Այո, կրթության համար պետք, իսկ մենք էլի հանգում ենք դրան, որտեվ սա պարզ գիտելիք է, որ երբեմն չունենք, որտեվ նույն ձեր բերած բոլոր օրինակները իրանք են ծախս, եւ ծխելն է ծախս, եւ խմելն է ծախս, եւ շատ ուտելն է ծախս, առողջ մնալը ամենամատչելի բանն է, որ մենք կարող անենք մեր պարզապես ճիշտ վարքագծով, որտեվ նույն սննդի այդ ընտրությունը, որ մենք երեխաներին պետք է սովորացնենք, ինչ սնունդ օգտագործեն եւ այլն, եւ այո դուք ճիշտ եք ասում, մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրում անելը լավ է, կարեւոր է, որտեվ այնտեղ մի քիչ ավելի բազմաֆունկցիոնալ են իրանք, լող եւ այլն եւ այդպես, բայց օրինակ վազելու համար փող պետք չի, մենակ կոշիկ է պետք, մի զույգ, որը 20000 դրամ է։ Մուժիկին պետք է մի զույգ կոշիկ։ Սա իրոք հայեցակարգ